Իր մասին երևի շատ կարելի է խոսել ու հիշել, ամենայն դեպս իմ այսպես դպրոցական եւ ուսանողական տարիները անցել են այն հպարտությամբ, որ այդպիսի մարդ ամենտեղ ուր գնում էր, գնացել էր այնտեղ Սիբիր եւ մի պատմություն ունի, ինքը պատմվածք, որը կոչվում է Բագրատ։ Այդ Սիբիրում հայտնվել էր այդ հայ մարդը, լավաշ էր թխում եւ հյուսիսային այդ ժողովուրդները, որոնք երբեք հացը չգիտեին ինչ է, այդ հայի միջոցով ծանոթացել էին եւ այդ հացին, լավաշին իրենք Բագրատ էին ասում։ Ու բազմաթիվ, գիտեք, լինելով բժիշկ ինքը գեղարվեստական այնպիսի պատկերներ էր ստեղծում, որի կենտրոնում միշտ հայ մարդն էր եղել։ Հետո արդեն ուսանողական տարիներին դա Արցախի համար մղված, Արցախի ազատագրության համար ծավալված այդ բարձրացող մեծ պայքարներ, որի կենտրոնում ինքն էր կանգնած, իր մեծ կապերով, ամեն ինչով, այսինքն այսօր, գիտեք, ցավի ու կորստյան դառնությունը տեսակ կրկնապատկվում է, որովհետև այն իմ կարծիքով իհարկե կեղծ, բայց գույժի ներքո թե իբրև ոմանք փորձում են փակել արցախյան պայքարի էջը, հեռանում են արցախյան պայքարի վերջին մոհիկանները։ Ես իհարկե գիտեմ, որ կաթվածից հետո ինքը գրեթե դուրս չէր գալիս արդեն, բայց համոզված եմ, որ իր մահը նաև արագացավ հենց այս ողբերգական իրադարձություններով, որովհետև այն ամեն ինչ, որ ինքը կառուցել էր, կարծես փլուզվեց, եւ հիմա մնում է այդ պատգամը, որ հայ ժողովուրդը իսկապես նորից կարողանա նոր ազգային ազատագրական պայքար ծավալել, որպիսի երկնային կյանքում, որին ես անկասելի հավատում եմ, Զորի հայկին, ինչպես ինքը Կիլիկյան էր որոնում, հիշում եք նավում ինչ պատկերներ էին, ինչպես էր ինքը գնում հայկական Կիլիկյան թագավորություն։ Մի խոսքով որտեղ Զորի Բալայանն էր, այնտեղ Հայաստանն էր։ Հիմա մենք կարողանանք այդ ավանդները կյանքի կոչել ու գոնե մասամբ, գոնե մի փոքր արժանի լինենք իսկապես հայ լինելու, աշխարհին հայկականությունը ծանոթացնելու։ Աստված օրհնի նրա հիշատակը։ Նայում ենք դեռ այն ժամանակվա մտավորականներին, հանձինս Զորի Բալայանին, Սիլվա Կապուտիկյանի եւ ներկայիս իրողությունների պայմաններում ինչը փոխեց մեր մտավորականությանը։ Եթե Զորի Բալայանը, Սիլվա Կապուտիկյանը Ղարաբաղյան շարժման ակունքներում էին կանգնած եւ մեր երկրի կարեւորագույն հարցերի ժամանակ իրենց խոսքն էին բարձրաձայնում, ինչու հիմա մեր մտավորականությունը այդ ուղին չի շարունակել։ Ձեր հարցը տեղին է, երկար եմ մտածել, քանի որ ինքս էլ կրթության ոլորտում եմ աշխատում, ինձ թվում է, գիտեք, խորհրդային կրթությունը, որը այդքան քննադատվում էր որպես բռնատիրական, չգիտեմ, անձնակենտրոն, բոլշևիկյան, ու համենայն դեպս իմ սերնդի 70-ականների մարդկանց համար իրականում հայրենասեր ու հայրենատեր մարդկանց էր դաստիարակում։ Պարզվեց հենց այո, ԽՍՀՄ շրջանի, ես իհարկե նկատի ունեմ արդեն Գորբաչովի ժամանակի դասագրքերով, որտեղ եւ Արցախի մասին կար, եւ Խութավանքի մասին կար, Խութավանքը դադիվանքն էր, որի այսպես մաքրման եւ սրբապիղծ թուրքերի այդ գոմ դարձնելուց ազատվելու համար այդպես պայքարում էր Սիլվա Կապուտիկյանը եւ Զորի Բալայանը, դա նշանակում է, որ ԽՍՀՄ դաստիարակությունը այդուհանդերձ ոչ միայն արմատախիլ չէր արել հայրենասիրությունը, եկեք հիշենք, որ նաև 65 թվականին չէ, ցեղասպանության այդ տարելիցի կապակցությամբ ինչ շարժում բարձրացավ։ Ցավոք սրտի պարզվեց անկախության շրջանում մենք ձևավորեցինք հարմարվող, խեղճ, թշվառ եւ անինքնուրույն մի սերունդ։ Եվ երևի դրա արդյունքներն էլ այսօր դարձել են առարկայական Արցախի կորստի տեսքով։ Այսինքն վախը, որը թվում է թե չէ խորհրդային շրջանում ավելի ահավոր պետք է լիներ, երբեք օրինակ չեմ տեսել Զորի Բալայանին վախեցած։ Ինքը գիտեք, բոլոր տեսակի ընդ որում լինելով այսպես եւ բամի այդ ժամանակվա էլի կոմերիտական պայքարի առաջի շարքերում միշտ կռվող էր։ Միով բանիվ պետք է վերադառնալ հին ակունքներին, հին դասագրքերին, որտեղ հայրենիք կար եւ հայրենատիրություն կար, եւ ոչ թե վախ կար, սեփական, չգիտեմ, պաշտոնի կամ հացի համար դող կար։